2026 թվականի հունվարը գտնվում է երկրի ցուլի ազդեցության տակ, կայուն, խիտ էներգիա, որը պահանջում է գիտակցություն։ Այս ամիսներին հատկապես կարևոր է ճիշտ ամսաթվերի ընտրությունը, որոշ օրեր առաջարկում են աջակցություն և կանաչ լույս, մինչդեռ մյուսները, ընդհակառակը, կարող են դանդաղեցնել գործընթացները կամ հանգեցնել կորուստների։ Եկեք նայենք հունվարի հիմնական ամսաթվերին և թե ինչի համար են դրանք ամենահարմարը։ Հունվարի 11-ը և 23-ը, հաջողության օրեր։ Սրանք ամսվա ամենահզոր և աջակցող օրերից են։ Իդեալական է։ Նոր նախագծերի մեկնարկի, բանակցությունների և կարևոր հանդիպումների, հարցազրույցների, գնումների, տեղափոխությունների, այն նախագծերի մեկնարկի համար, որոնք ցանկանում եք հետագայում զարգացնել։ Այս օրերի էներգիան օգնում է ավելի արագ ստանալ հաստատում, ավելի հեշտությամբ գալ համաձայնությունների, զգալ, որ հանգամանքները ձեր օգտին են աշխատում։ Ոչ լավագույն ընտրությունը, դատավարությունների, կոնֆլիկտների, հարաբերություններում ցուցադրելու համար, հարմար չէ ճաղարի տարում ծնված մարդկանց համար։ Հունվարի 7, 29 և 31, կայունության օրեր։ Սրանք այն օրերն են, երբ էներգիան ձգտում է համախմբվել և կենտրոնանալ ընթացիկ իրադարձությունների վրա։ Լավագույնն է ամուսնանալու, երկարաժամկետ պայմանագրեր կնքելու, աշխատանք փնտրելու, անշարժ գույք գնելու, լուրջ և կայուն որոշումներ կայացնելու համար։ Կարևոր է հիշել, այս օրերին սկսվող ամեն ինչ հակված է երկար ժամանակ մնալ ձեզ հետ, թե լավ, թե վատ։ Եթե ինչ-որ բան հիմա ձեզ չի համապատասխանում, մի շտկեք այն ձեր կյանքում։ Հարմար չէ խոզի տարում ծնվածների համար։ Անբարենպաստ ամսաթվեր հունվարին։ Հունվարի 9, 21 և փետրվարի 20 ավերման օրեր։ Այս օրերի էներգիաները կոտրում, սրում, խոչընդոտում են զարգացմանը։ Այս օրերին խորհուրդ չի տրվում սկսել նոր նախագծեր, մեկնարկել երկարաժամկետ նախագծեր, կայացնել ճակատագրական որոշումներ, ռիսկեր մեծանում են, կոնֆլիկտներ, տեխնիկական խափանումներ, սխալներ, հուզական խափանումներ։ Լավագույնն է այս օրերն օգտագործել հետևյալի համար. հանգստի, նվազագույն գործունեության, փլուզվող գործերն ավարտելու համար։ Հունվարի 14-ը և 26-ը, ավարտական օրեր։ Այս օրերը հարմար չեն ակտիվ մեկնարկների և նախաձեռնությունների համար։ Խորհուրդ չի դրվում։ Նոր նախագծեր սկսել, բանակցություններ վարել, կարևոր գործեր սկսել։ Այնուամենայնիվ, այն հարմար է։ Հին գործերն ավարտելու, ամփոփելու, կեղծված գործերը փակելու, տարածք ազատելու համար, թե արտաքին, թե ներքին։ Փետրվարի 1-ը կորուստների օր։ Ժամանակաշրջանի ամենաանբարենպաստ օրերից մեկը։ Այս օրը հեշտ է գումար կորցնել, ռեսուրսները վատվում են, արված և զղջացած էֆեկտը ուժեղանում է։ Մի սկսեք։ Կարևոր գործեր, մեծ գնումներ, նոր նախագծեր։ Լավագույն լուծումը օրը հանգիստ և առանց ավելորդ սպասումների ապրելն է։ Արդյունք։ Ամսաթիվը կարևոր է։ Ճիշտ օրվա ընտրությունը կարող է արագացնել գործընթացը, նվազեցնել դիմադրությունը, օգնել ամրապնդել ցանկալի արդյունքը։ Հաջողության օրերը օգտագործեք նոր սկիզբների համար, կայունության օրերը լուրջ որոշումների համար, իսկ անբարենպաստ ամսաթվերը դադարի, մտորումների և ավարտի համար։ Երբեմն ամենաիմաստ քայլը գործողությունը չէ, այլ հարմար պահի սպասելու կարողությունը։